Ես կսիրեմ սրտիս օրգուս երխորեմ Քեզ չեմ թողում մինչև հիմա բռնեցել քեզ ով արքա Քեզ չեմ թողում մինչև հիմա բռնեցել քեզ ով արքա Փորձություն է Սուր խոց է Քեզ կրվող է Ես օրել Քո անունը Երբ սիրտս է Չեմ վախնալ ես Ձեր մահել Քո անունը Երբ սիրտս է Չեմ վախնալ ես Ձեր մահել Իմ հավատքս և միակուս Դու ես մրգիր Ձեր Հիսուս Դու ողորմած և օրհնված Արես ես միշտ կենսունակ Դու ողորմած և օրհնված Արես ես միշտ կենսունակ Ամեն բանս կնվիրեմ Ծովով պրծից իմ վսեմ Թող իմ հոգիս փրկվի հավերք Սուգենահել չարավել Թող իմ հոգիս փրկվի հավերք Սուգենահել չարավել Թե որ այս հոմարմի կփրկես ինձ սուրբ Բոլոր աշխարհ թե որ լքեմ Քեզ չեմ թողում ես սրտեմ Բոլոր աշխարհ թե որ լքեմ Քեզ չեմ թողում ես սրտեմ Նստենք սիրելիներ, փառք Տիրոջը, փառք Աստծո այս առավոտվա համար, սրտանց ասենք փառք Հիսուսին։ Եղբայրը խոսում է շատ կարևոր նյութի շուրջ, որ մեր փափագն է, մեր նպատակն է, այո, հասնել Աստծո բնությանը հաղորդելու այդ բարձրագույն վիճակին, որովհետև մենք հենց դրա համար ենք կանչված, ամեն մեկս։ Հովհաննես առաքյալը իր թղթերի մեջ այսպեսի խոսք ունի, որ կուզեմ որպես լրացում եղբոր խոսքին, որ ասում է տեսեք հայրը ինչպեսի սեր շնորհեց մեզ, որպեսզի մենք Աստծո որդիներ կոչվենք։ Սրա համար աշխարհը մեզ չի ճանաչում, որովհետև նրան էլ չճանաչեց։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներն ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ նա հայտնվի, նրա պես պիտի լինենք, որտեղ նրան պիտի տեսնենք ինչպես որ է։ Տեսնում եք, այդ հանդիպման պահը պիտի գա, նրան պետք է տեսնենք ինչպես որ է, եւ առաքյալը շարունակում ասելով ամեն ով որ այս հույսը նրա վրա ունի, ինքն իրեն կմաքրե, ինչպես որ նա մաքուր է։
Այսինքն մենք ընթացք ունենք սրբության ընթացք ապրելիք, որ ամեն մեկիս համար շատ կարևոր է, որ մենք ինչպես ենք ապրում, մեր ընթացքը ինչպես ենք անցկացնում մեր օրերը։ Պողոս առաքյալն խոսելով նաև այդ գալիքի հրաշալի կենթանի հույսի վերաբերյալ, որ ասում է, քանի դեռ մարմնի մեջ ենք, այնքան Տիրոջից հեռու ենք, ուստի փափագենք, փնտրենք, որ մարմնից հեռանալ եւ Տիրոջ մոտ կենալ։ Սրա համար ասում է, ջանանք, թե կենանք եւ թե ապրենք, թե հեռանանք, նրան հաճելի լինենք, որովհետեւ պետք է որ ամենքս էլ Քրիստոսի ատյանի առջև ներկայանանք, որպեսզի ամեն մեկը իր մարմնով արածների փոխարեն առնի, ինչ որ գործել է, թե բարի եւ թե չար։ Եղբայրներ, քույրեր, ապրում ենք ժամանակներ, որ իսկապես որ շատ անորոշ է, շատ անհասկանալի ժամանակներ ենք ապրում եւ մանավանդ այս օրերի մեջ լսում ենք լուրեր, իհարկե նրանք ովքեր իրենց ամբողջ հույսը դրել են Տիրոջ վրա, ասում է այսպեսի մեկը ասում է անգամ չար լուրից չի վախենում, որովհետեւ նա իր հույսը դրել է ում վրա, Տիրոջ վրա է դրել, եղբայրներ, քույրեր։ Եվ այս բոլորով հանդերձ մենք որպես Աստծո ժողովուրդ հավաքված ենք Տիրոջ տան մեջ, Աստծո խոսքը բոլորիս այսպես ականջներին են ճում, երանի թե որ ներսի ականջներին էլ մեր լսելի լինի, ինչ որ մենք լսում ենք այս առավոտ, որովհետև սա եւս մեկ հրաշալի հնարավորություն է։ Դավիթ ինքն ասում է, որ մեկ անգամ խոսեց Աստված, բայց ես երկու անգամ լսեցի, որ իրապես զորությունը Տիրոջն է պատկանում։ Հիմա Աստծո խոսքը կենթանի է, նա զորեղ է, նա ներթափանցող է։ Եվ Պողոս առաքյալը Եբրայեցիների 4-րդ գլխի 12 եւ 13-րդ համարների մեջ ասում է, որ Աստծո խոսքը կենթանի եւ զորեղ է ամեն երկսայրի սուրից, կտրուկ եւ կթափանցե մինչեւ շունչը, ոգին եւ հոդվածները եւ ծուծը, եւ կքննե մարդու խորհուրդները, սրտի խորհուրդները եւ մտածումները, եւ չկա մի արարած, որ նրա առջև չերևա, հապա ամեն բան բաց ու հայտնի պիտի լինի նրա աչքերի առջև, որին պիտի տրվի մեր հաշիվը։ Այսօր մենք լսում ենք խոսք, իրապես խոսքը շատ կարևոր է եւ բարձրագույն այսպես նպատակ ունի այսօրվա հենց խոսքը, ինչ որ խոսվեց եղբոր կողմից։ Մի գրքույկ եմ կարդում, շատ հետաքրքիր է եւ իսկապես ինձ համար մեծ օրհնություն է, նմանություն Հիսուսի, այսպեսի մի փոքրիկ գրքույկ, եւ հեղինակն էլ անգամ չի հիշատակված ով է հեղինակը, հոգեվոր անձանցից իհարկե մեկն է եղել, բայց այնքան խոնար, որ չի հաճել անգամ իր անունը գրանցելու, որովհետեւ իսկապես այն ինչ որ ինքը առել է Տիրոջից Սուրբ Հոգուց է։ Եվ մի շատ հետաքրքիր համեմատություն, որ ինձ համար իսկապես դա մի ուղղակի հայտնություն է, կուզեմ ձեզ հետ կիսվել, Աստծո ժողովուրդ։ Ասում եմ, մխիթարվելը լավ բան է։ Երբ որ դու դժվարության մեջ ես եւ փնտրում ես մեկին, որի կողմից դու մխիթարվես կամ մխիթարական խոսք, իհարկե լավագույնը Աստծո Հոգուց կողմից եղած մխիթարությունն է, այնպես չէ, եղբայրներ, քույրեր։ Բայց ասում եք, գիտեք, հետաքրքիր ինչ է, հերոսական է այն մարդու հոգևոր կյանքը, ապրած մարդու կյանքը, ով որ չի ակնկալում ոչ մարդկանց կողմից մխիթարություն, եւ եթե նույնիսկ երկինքը լուր է, հասկանում եք, կան պահեր, նա նորից շարունակում է հավատարմորեն Տիրոջ վրա իր հույսը դնել։ Պատկերացնում եք, սա ինչ որակ է։ Լավ է, ասում եմ, միշտ ուրախարար է, երբ որ դժվարության մեջ ես, մխիթարված ես, մեկը քեզ վերջապես այսպես քաջալերում է, բայց եթե նույնիսկ երկինքն է լուր, երկինքը երբեք չի սխալում, գիտեք, երբեմն որ լուր է լինում, որովհետև եթե մեր կյանքի մեջ ամեն ինչ բարվոք լինի, ամեն ինչ այսպես կատարյալ լինի, եւ մենք որևէ բանի կարիք չունենանք, մենք այնպեսի մի բնություն ենք հագել, այնպեսի բնություն ունենք, որ շատ հեշտությամբ հպարտանալ գիտենք, Աստծո ճանապարհներից շեղվել գիտենք, բայց մեր կյանքում թույլ է տրվում, այո, երբեմն դժվարություններ, փորձություններ, ինչպես Պողոս առաքյալն է հիշեցնում իր կյանքից, որ ասում է, մենք այնպիսի նեղությունների հանդիպեցինք, որ անգամ մեր կարողությունից էլ անգամ վեր էր, բայց Աստված, որ հավատարիմները, որ խոնարհները, ասում եք, մխիթարը մեզ մխիթարեց։ Եվ այնպիսի մի մխիթարությունը, որ մենք էլ կարող ենք անգամ ուրիշներին մխիթարել։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։
Մենք բոլորս պատրաստվում ենք կենթանի Աստծո առջև կանգնելու։ Սա շատ կարևոր ուղերձ է ամեն մեկից եւ ամեն օրվա ուղերձ է, որովհետեւ մենք չգիտենք եղբայրներ մեր կյանքի ժամանակները երբ են, բայց Աստծո խոսքը մեզ միշտ հիշեցնում է, որ մենք ունենք կարիք մեր կենթանի Տերը, մեր Աստվածը դիմավորելու ուղղակի։ Սա Ամովսիայի մարգարեության 4-րդ գլխի 12-13-րդ համարի մեջ է գրված, որ ասում է. նրա համար քեզ այսպես պիտի անեմ, ով Իսրայել, քանի որ քեզ այս բանը պիտի անեմ, քու ուստի քո Աստվածը դիմավորելու պատրաստ եղիր, պատրաստ է ով Իսրայել։ Ահա նա, որ լեռները հաստատեց ու հովը ստեղծեց եւ հայտնեց մարդուն նրա խորհուրդը, նա, որ արշալույսը կխավարեցնե ու երկրի բարձր տեղերի վրա կքալե, նրա անունը Եհովա է, զորքերի Աստվածը։ Քո Տեր Աստվածը դիմավորելու պատրաստվել։ Մենք այս կենթանի հույսով ենք արդեն մենք ապրում, որ գալու է վաղտը, գալու է ժամանակը, վաղտը հույս, որ մենք պիտի կանգնենք մեր կենթանի Աստծո առջև։ Եվ այստեղ եղբայրներ քույրեր, մեզ ինչ Աստված մեր կյանքի մեջ ինչ է պակաս արել, եթե մենք այսպես ուշադրությամբ նայում ենք, ըստ Սուրբ գրքի լույսի տակ, երբ որ մենք նայում ենք, Աստված որևէ բան մեր կյանքի մեջ պակաս չի արել, որպեսզի մեր ընթացքը իսկապես արթնությամբ եւ զգաստությամբ լինի։ Եվ մարգարեների միջոցով անգամ Աստված խոսում էր իր ժողովրդի հետ, որ ինչն է պակաս եղել իմ կողմից, կամ որ դուք ընտրեցիք ուրիշ աստվածներ կամ ուրիշ պաշտամունքներ։ Երեմիայի ուրեմն 2-րդ գլխի 11-13-րդ համարներից եմ ուզում ընթերցել, ասում է. միթե մի ազգ իր աստվածները փոխեց, թեև նրանք աստված չէին, բայց իմ ժողովուրդս իր փառքը անօգուտ բանի փոխեց։ Ով երկինք սրա վրա զարմացեք, ապշեցեք եւ խիստ սոսկացեք, ասում է Տերը, որովհետեւ իմ ժողովուրդս, ասում է, երկու չարություն գործեց։ Նա ինձ կյանքի ջրի աղբյուրը թողեցին եւ իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որոնք չեն կարող ջուր պահել։ Չեն կարող ասում անգամ ջուր պահել, այսինքն ինձ կենթանի ջրի աղբյուրը թողել։ Մենք այսօր մեր կյանքի մեջ եղբայրներ ամեն օր ընտրության առիթ ունենք։ Ամեն օր մեր կյանքի մեջ ընտրելու հնարավորություն ունենք, թե մենք որն ենք ընտրում։ Այ օրինակ Սամարացի կինը, երբ որ նստած էր Հակոբի ջրորի մոտ, Տեր Հիսուս նրա հետ խոսակցության բռնկվելով նրան տանում էր մինչև կենթանի ջրերի իրականությունը, որ ինքն էր հենց կանգնած նրա իր դիմաց, որ պատրաստ է նրան շնորհելու այն կենթանի ջուրը, որը իր ներսից պիտի բխեցներ։ Եվ ասեց կնոջ, ասեց, այն ջուրը, որ դու խմում ես, նորից պիտի ծառավես, բայց այն ջուրը, որ ես քեզ պիտի տամ, քո ներսից կենթանի ջրի աղբյուրներ պիտի բխեն եւ դու այլևս ծառավելու կարիք պիտի չունենաս։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Տեսեք, պատվեր եղավ, կոչ եղավ 10 կույսերի առակի մեջ, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 25-րդ գլխի մեջ, այնտեղ ուղղակի այսպեսի կոչ կա 25-րդ գլխի 6-րդ համարը, ասում է կես գիշերի մի ձայն եղավ, ահա փեսան գալիս է նրան դիմավորելու եղեք։ Եվ այն ժամանակ բոլոր կույսերը ելան եւ իրենց լապտերները շտկեցին։ Իհարկե մենք գիտենք, որ հիմար կույսերի վիճակը որքան ցավալի էր, որ իրենց տրված հնարավորությունը, իրենց տրված ժամանակը լավագույնս չեն օգտագործել եւ նույնիսկ խնդրեցին իմաստուն կույսերից, որ իրենց յուղ տրվի փոխարինաբար, բայց իմաստունները մինչև վերջ իմաստուն գտնվեցին, ասելով, որ չլինի, որ ձեզ տալով մեր յուղն էլ պակաս, գնացեք հավետ ծախողներին։ Նրանք այդպես էլ չհասցրեցին իրենց յուղը, իրենց ամանները յուղով լեցնելու։ Հիմա խոսելով եղբայրներ քույրեր Տիրոջը փնտրելու, Տիրոջը բնությանը հաղորդնելու այս կարևոր ճշմարտության մասին մենք մեզ տրված հնարավորություն ենք, եղբայրներ քույրեր։ Այսօր Տիրոջ տան մեջ ենք, եկեղեցու մեջ ենք, Փառք Աստծո հնարավորությունը դեռևս փակ չեն, մենք այսօր Տիրոջ տան մեջ ենք եւ Աստված մեզ հնարավորություն է տվել։ Հետաքրքիր է, որ համարը, որ պիտի ընթերցեմ, եղբայրներ ձեր առջև ընթերցեց, որ
ես երեկվանից էի դրա մասին խորում, որ աստվածային զորությունը կյանքի եւ աստվածապաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տրված են նրա գիտությունով։ Մի գիտություն, որի համար Պողոս առաքյալը ասում է, ես ամեն բանից հրաժարվեցի եւ ամեն բան աղբ եմ համարում Քրիստոս Հիսուսի գերազանց գիտության համար։ Որն էր այդ գիտությունը, որ փառքով ու առաքինությունով մեզ հրավիրեց, որոնցով ասում է ամենամեծ եւ պատվական խոստումները մեզ տրված են, որպեսզի սրանցմով աստվածային բնությանը հաղորդակցվենք աշխարհի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։ Հոբը երբ որ մեծ փորձության մեջ էր, դժվարության մեջ էր, ասում է արևելք եմ գնում, քեզ չեմ գտնում։ Արևմուտք եմ գնում, նորից քեզ չեմ գտնում։ Երանիթ ասում է քո աթորի տեղը իմանայի, անշուշտ այնտեղ պիտի գնայի։ Եվ բայց այսօր Սուրբ Գիրքը եղբայրներ քույրեր մեզ իր ավետարանական ճշմարտությամբ մեզ բացահայտում է թե որտեղ է Տիրոջ աթոռը, այսինքն որտեղ գտնել նրան։ Աստվածային գիտությունը մեզ տրված է, ամենամեծ խոստումները մեզ տրված են իր որդու Հիսուս Քրիստոսի բնությանը հաղորդ լինելու, եթե նույնիսկ, ինչպես եղբայրը հիշեցրեց, դա կլինի խրատի կամ հանդիմանության կամ այլ ճանապարհներով։ Քիչ բան է մարդ արարածին, եղբայրներ քույրեր, ադամական բնությամբ ծնված մարդուն հնարավորություն ճանապարհ հասնելու Աստծո բնությանը հաղորդ լինելու այդ գերազանց հնարավորությանը։ Չկա ավելի երջանիկ կյանք, չկա ավելի երջանիկ իմաստ եւ նպատակ, քան մարդ արարածը իր կյանքի մեջ երբևէ ճաշակի աստվածային քաղցրությունը։ Նրա լեցունությունը այնքան մեծ է, այնքան բարձր է, որ Հովհաննես առաքյալը ասում է նրա լեցունությունից մենք ամենքը շնորհք ենք առել շնորհքի տեղ։ Այսինքն պակաս ոչ մի բան չկա։ Դա գրված է Հովանու ավետարան առաջի գլխի 12-16-րդ համարը, բայց ասում է որոնք որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք կհավատան իր անմանը։ Մենք փառք Տիրոջը հավատացել ենք, բայց ավելին կա, որոնք ասում են ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, հապա Աստծուց ծնվեցին, եւ բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցավ, եւ նրա փառքը տեսանք հորից միածնի փառքի պես շնորհքով եւ ճշմարտությունով լեցուն։ Ահա այն առավել կյանքը, որ մեզ շնորհված է, եղբայրներ քույրեր, որ մենք մասնակից ենք, որ այդ նույն խոսքը մարմին է արել, այսինքն Քրիստոս մարմնացյալ եկել է աշխարհ եւ մեր մեջ է բնակվում այսօր Սուրբ Հոգու ձեռքով։ Երբ որ Հիսուս ասում է, ես ձեզ որբ չեմ թողնի, կգնամ եւ նորից ձեզ իմ մոտս կառնեմ, նա նկատի ուներ Սուրբ Հոգին, որ աշխարհ պիտի ղրկվեր եւ մեր մեջ պիտի բնակվեր, մեզ հետ պիտի լինի, մեզ հետ հավիտյան պիտի լինի, այսպեսի խոստում ունենք մենք Սուրբ Հոգու կողմից եւ ասում են նրա լեցունությունից մենք ամենքս շնորհք ենք առել շնորհքի տեղ, որի կարիքը մենք ամենք ունենք եղբայրներ աստվածային շնորհքի առավելությունը։ Ինչ բան է շնորհք, հետաքրքիր է, չէ՞։ Մենք շատ ժամանակ ասում ենք եւ անցնում ենք առաջ։ Ես հիշում եմ երբ որ նորադարձ էի, այդպես նորերի պաշտամունքներ են գնում եւ այլն, մի առիթով այդպես սովորություն ունենք նորերս հարցեր տալու Սուրբ Գրքից։ Ասի եղբայր, հարություն եղբայր, ասի ինչ է նշանակում շնորհք։ Որովհետև Պողոս առաքյալը իր բոլոր թղթերի մեջ ասում է Աստծո շնորհքը եւ խաղաղությունը ձեր ամենքի հետ լինի։ Ասում է ինչ է շնորհքը։ Եվ եղբայրը շատ գեղեցիկ բացատրում էր, որ այն շնորհները, որ գալիս է երկնքից, դրանք մարդկային բնությանը յուրահատուկ չեն։ Երկրի վրա մենք տեսնում ենք, որ մարդիկ ամեն մեկը ինչ-որ մի շնորհք ունի, որը մյուսը չունի։ Մեկը գեղեցիկ նկարելու շնորհք ունի, մեկը երգելու շնորհք ունի, մյուսը տարբեր շնորհքներ ունեն, բայց այն շնորհքը, որ գալիս է երկնքից, եղբայրներ քույրեր, դա այն է, որ անարժանին կարող է արժանացնել փրկության Աստծո հավիտենական կյանքի։ Ասում եմ դուք շնորհքով եք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ասում եմ ոչ թե ձեզանից է, հապա Աստծո ձերի պարգևն է, որպեսզի մեկը հանկարծ չպարծենա Աստծո առջև։ Սա մեկ
Սրանով չի ամբողջանում շնորհքի սահմանում, այսպես եթե ասենք։ Հապա շնորհքը նաև այն առավելությունն է, որ Աստված կարող է անկարողին դարձնել կարող։ Մենք երբեմն կանգնում ենք Աստծո առջև, ասում ենք, որ մենք անկարող ենք, այո, այդպես էլ կա։ Բայց Աստծո շնորհքը որտեղ պիտի աշխատի, եթե ոչ անկարողին կարող դարձնել։ Պողոս առաքյալը ասում է, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսում։ Երբ որ Պողոս առաքյալը կանգնած էր Տիրոջ առջև եւ աղոթք էր անում իր մարմնի տկարության համար նույնիսկ, ինչ եղավ, ինչպեսի պատասխան եղավ։ Դա գրված է ուրեմն Կորինթացիների 12 գլխի վերջի համարների մեջ, ասում է 3 անգամ ասում է ես աղաչեցի եւ աղոթք կարեցի սրա համար Տիրոջը, որ ինձանից մեկդի անե եւ ասեց ինձ իմ շնորհքս հերիք է քեզ, որտեւ իմ զորությունս տկարության մեջ է կատարում։ Հենց տկարության մեջ սա շնորհքի այն բացառիկ երևացող կողմն է, որ մենք անգամ անզեն աչքերով տեսնում ենք մեր կյանքի մեջ, որ այս իրավիճակի մեջ ես կարող մեկը չէի, բայց Աստծո շնորհքն էր, որ ինձ կարողություն եւ շնորհ տվեց այս կամ այն բանը անելու։ Եղբայրներ, քույրեր, այո, շնորհքը անարժանին արժանացնում է փրկության, արդարացման, որտեղ արդար չկա եւ ոչ մեկը, բայց միևնույն ժամանակ Աստծո շնորհքը տկարին զորացնող է, բարձրացնող է եւ կարող մեկը դարձնող է։ Հովհաննես առաքյալը իր թղթերի մեջ ասում է, որ Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Կարողություն տվեց։ Մենք այն ճշմարիտի մեջ ենք իր որդու Հիսուս Քրիստոսի մեջ, նա է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանքը։ Այսինքն, եղբայրներ, քույրեր, այսօր եթե մեզ տրված է Աստծո խոսքը զանազանել, ճանաչել, հավատալ եւ ընդունել, սա եւս Աստծո շնորհքի արդյունք է, եղբայրներ, քույրեր։ Եթե Աստծո շնորհքը չլինի մեր վրա, ով կարող է հասկանալ, ընդունել այն բարձրագույն երկնային ճշմարտությունները, ինչ որ այսօր մեզ քարոզում է։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Պողոս առաքյալը շարունակելով իր հորդորական խոսքը Տիմոթեոսի 2-րդ գլխի հենց առաջի համարի մեջ ասում է. «Արդ որդյակս զորացիր այն շնորհքով, որ Հիսուս Քրիստոսով է, եւ միտքդ բեր մերելներից հարություն առած Աստծո որդուն»։ Դավթի արմատը, այսինքն ինչի մասին է խոսքը, որ շնորհքով եղած աստվածային ներգործությունը, զորությունը, դա նույն այն զորությունն է, որ Քրիստոսին կարող է մեռելներից հարություն տալ եւ հոր Աստծո աչքով նստել։ Հավատացյալներից մեջ, այո, Աստծո շնորհքի առավելությունը կարող է մինչև այդ աստիճան ներգործել եւ հասնել այն աստվածային բարձրագույն որակին, որի մասին այսօր խոսվում է, եղբայրներ, քույրեր։ Օրինակները շատ դիպուկ էին, ինչպես Ստեփանոսի եւ ինչպես Տեր Հիսուսի հենց խաչի վրայի աղոթքը, այս բոլորը այս օրինակները ինչ որ կամ են բոլոր սուրբերը, որոնք երկրի վրա հանուն ճշմարտության սղոցվեցին, մորթվեցին եւ իրենց կյանքի գնով անգամ կյանքի գնով չուրացան ճշմարտություն, սրանք խոսում են աստվածային խոստումների մասին, որ շնորհքը բոլոր նրանց հետ են, ովքեր խոնարհությամբ ընդունում են աստվածային գերազանցությունը։ Հակոբոս առաքյալը մի խոսք ունի, ասում է խոնար եղբայրը թող բարձենա որտեղ իր բարձրության մեջ։ Իրականության մեջ խոնարհությունը դա շնորհքի առավելություն է։ Դա հզորություն է, եղբայրներ, քույրեր։ Հզոր մարդը միայն կարող է իրեն, այսպես անարգողին, այսպես նրան օրհնել կամ աղոթք անել կամ չլեցվել վրեժխնդրությամբ։ Երբ որ մեզ մի փոքր նեղացում են, մենք անմիջապես խառնվում ենք իրար, զգում ենք որքան տկար ենք, որքան պակաս ենք, որքան կարիք ունենք Աստվածային այն լեցուն սիրո, որ գա մեր կյանքի մեջ եւ մեր միջից բխելով կարողանա ծածկել նաեւ դիմացինի վիճակը։ Չէ որ ասում է սերը ինչ է անում, ծածկում է մեղքերի բազմություն։ Սերը ծածկում է մեղքերի բազմություն։ Եվ Աստծո խոստումը կա յուրաքանչյուրիս համար։
Չկա մեկը, որ Աստվածային սիրով լցված լինի եւ նա չկարողանա ուղղակի։ Արդեն կարողանալու եւ չկարողանալու հարց չկա։ Բավական է, որ մարդու մեջ լցված լինի Աստվածային սիրով այդ ճոխությունը, այդ լեցունությունից ասում եմ մենք էլ ենք լցված, չէ՞, որ բանը մարմին է եղել։ Դա արդեն բավարար է, որ դու դիմացինին կարողանաս տեսնել Աստվածային սիրո մեջ եւ նրան ծածկել, նրան ներել, նրա համար անգամ աղոթք բարձրացնել, եղբայրներ քույրեր, թող Աստծո անունը փառավորվի։ Տիտոսի թղթի մեջ մենք կարդում ենք Պողոս առաքյալը խոսում է այդ նույն շնորհքի մասին։ Վերջապես նորից եմ ուզում կրկնել, որ մեր ընթացքը տանում է դեպի այնտեղ, երբ որ մենք այլևս Տիրոջ առջև պիտի կայնենք, նրան դեմ առ դեմ պիտի տեսնենք։ Քանզի ասում է Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց է երևացել։ Նա մեզ խրատում է։ Տեսեք շնորհքի երկրորդ կողմը։ Առաջի բաժինը, որ ուրեմն նա կարող է մեղավորին արդարացնել ձերիաբար, եւ երկրորդ ասում նա մեզ խրատում է, որպեսզի ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով բարեպաշտությունով ապրենք աշխարհի մեջ ու սպասենք այն երջանիկ հույսին ու մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնվելուն։ Տեսեք ամբողջության մեջ այսպես սահմանված է թե Աստվածային շնորհքը մինչև մեզ որտեղ է տանում, որ մեզ խրատում է, որ աշխարհային ցանկությունները, ամբարշտությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով ապրենք, բարեպաշտությունով ապրենք աշխարհի մեջ ու սպասենք։ Նրանք ովքեր էս ընթացքի մեջ են, եղբայրներ, նրանք սպասող ժողովուրդ են։ Ասում է Հիսուսը երկրորդ անգամ այլևս մեղքի համար չպիտի հայտնվի, հապա պիտի հայտնվի բոլոր նրանց համար, ովքեր նրա կսպասեն, նրա գալուստին կսպասեն։ Եղբայրներ, քույրեր, մենք այսօր այդպիսի ժամանակների մեջ ենք ապրում։ Աշխարհի մեջ շատ տակն ու վրայություններ կան, անխաղաղ վիճակներ, պատերազմներ, քաղաքական տարբեր ծանր վիճակներ եւ այլն։ Բայց Աստծո ժողովրդի սպասման զգացողությունը սրանից չպիտի պակասի, եղբայրներ քույրեր։ Ահա եկեղեցու առավելություն, ահա քարոզչության, Աստծո խոսքի հետ հաղորդակցության հնարավորություն։ Դուք աշխարհի մեջ ոչ մի տեղ, ոչ մի միջավայրի մեջ նման պատգամներ չեք լսի, ոչ հերոստատեսության, ոչ լուրերով, ոչ շրջանակների մեջ, միայն Աստծո տան մեջ, Աստծո խոսքի հետ հաղորդակցվող մարդիկ կարող են միշտ Աստծո խոսքով արթուն եւ զգաստ կյանք ապրել, քանի որ Տիրոջ խոսքը միշտ ունի մեզ հիշեցնելու, մեզ արթնացնելու հնարավորություն։ Այո, այս շնորհքը տալիս է մեզ կարողություն, կատարյալ կարողություն իր խոսքին հնազանդվելու։ Եթե Աստծո խոսքը ասում է մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է, որտեղ աշխարհի մեջ կա աշխի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, սրանց հաղթարելու միակ միջոցը նորից ու նորից Աստվածային շնորհքն է, որ Սուրբ Հոգու հենց նպատակը դա է, որ եկեղեցուն իր սեփականությունը դարձնելով կանգնացնի Քրիստոս Պեսայի առջև։ Ահա մենք ինչի ենք պատրաստում, եղբայրներ քույրեր, թող Աստծո անունը փառավորվի։ Ես երկու համար պիտի ընթերցեմ Եբրայեցիների 12 գլխից, որտեղ առաքյալը տեսեք ինչ է հորդորում մեզ ամեն մեկից։ Եբրայեցիների 12 գլխի ուրեմն 5-րդ համարը, 15-րդ համարը ներողություն։ Ասում է զգուշացեք, որ չլինի մեկը Աստծո շնորհքից ետ մնա։ Չլինի, որ դառնության մի արմատ վեր Երևանով ձեզ նեղե եւ նրանցով շատերը բղծվեն։ Իհարկե այստեղ նաեւ բերում է Եսավի օրինակը, որ անգամ մի սովորական կերակուրի պատճառով իր անդրանիկությունը կորցրեց, զգույշ լինենք։ Եվ ավելին, ասում է, ուստի ասում է Աստծո անշարժ թագավորություն առած լինելով ամուր բռնենք այն շնորհքը։ Ես նույն գլխի 28-րդ համարն եմ ընթերցում։ Եվ Աստված պաշտենք հաճելի կերպով, ակնածությամբ եւ բարեպաշտությամբ, որովհետեւ մեր Աստվածը մաշող կրակ է։ Ուստի ինչ է այսօր ամեն մեկից հորդորը, եղբայրներ, որ ընդունելի ժամանակը եւ փրկության օրը այսօր է յուրաքանչյուրիս համար։ Եթե մեր կյանքի մեջ իրապես բաներ կան, որոնցից մենք կարիք ունենք
ազատագրվելու վերջնականապես Աստված այսօր է կոչում երկրորդ Կորինթացիս 6-րդ գլխի 12-րդ համարը, որ մենք շատ անգամ ընթերցել եւ անցել ենք եղբայրներ քույրեր։ Ուստի մենք էլ գործակից լինելով աղաչում ենք Աստծո շնորհքը բարապ տեղը ընդունած չլինենք, որովհետեւ ընդունելի ժամանակի մեջ տեսեցի քեզ ասում է եւ փրկության օրը օգնություն արեցի քեզ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկության օրը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Մենք նորից եմ կրկնում, այն ժողովուրդն ենք, որ սպասում ենք մեր Փրկչի Հիսուսի Քրիստոսի փառավոր գալստյան։ Մենք այս հույսից երբեք չպակասենք։ Երբեք չպակասենք, եղբայրներ քույրեր։ Իսկ դրա համար հորդորս ինչ է, որ մենք մեկտեղ հավաքվելը չթողնենք։ Մեկտեղ իրարու մխիթարելը, իրարու համար աղոթք անելը, իրարու համար քաջալերելը, վերջապես իրարու հորդորանքը։ Ինչու՞ չէ նաև խրատականը, որ Աստծո խոսքի միջոցով մենք նաև ժամանակ առ ժամանակ ստանում ենք Սուրբ Հոգուց տրված, սրանցով առաջանանք մեր կյանքի օրերի մեջ, որպեսզի պատրաստ լինենք մեր Փրկչի փառավոր գալստյան։ Երբ որ Տերը կկանչի, երբ որ Տերը կհայտնվի, մենք էլ համարձակություն ունենք նրա առջև կանգնելու։ Թող Աստծո անունը փառավորվի։ Երբ որ եղբայրներ քույրեր մարդը ապրում է կատարյալ ուրախ կյանքը, հոգևոր ներքին ամբողջական կյանքը, նրա համար արդեն ամեն բան հրաշալի է։ Այդպիսի մեկը, որը իր սրտի մեջ չի մտածում, որ Տերը իր գալուստը կուշացնի, այդպիսի մեկի համար Տերը գալու ճիշտ իրուցած ժամանակը։ Բայց այն ծառան, որ իր սրտի մեջ մտածում, որ Տերը իր գալուստը կուշացնի, կամ երևույթին կնայես աշխարհի իրադարձություններին, այդպիսի ծառայի համար դժբախտաբար Տերը պիտի գա այնպիսի մի շամ, որ երբեք չէր սպասում։ Թող Աստծո անունը փառավորվի։ Եկեք կանգնենք միասին երգեցողության 15 համար երկով Տերը օրհնենք, որից հետո աղոթքով պիտի բաժանվենք եղբայրներ։
Ուրախ շնորհակալ ենք Տեր, փառավորում ենք անունդ Սուրբ Պատմական։ Շնորհակալ ենք այս օրվա համար Տեր, քո սքանչելի կենարար